Հիմա ասեմ Չէ, մենք հիմա Դավիթի մոտ դեռևս գործողություններ շարունակվել են, մենք կարող եմ ասել, որ այո, մեղադրանքը առաջադրվել է, բովանդակությունը մանրամասնել եք մասով չեմ կարող շատ ասել, որտեղ արդեն նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար։ Ամեն դեպքում այս պահին ամենակարևոր բանը, որը կարևորում ենք, դա երեխաների, տղաների ազատությունն է։ Միքայելը այս պահին ձերբակալումից ազատ է արձակվել, բայց ասեմ, որ ունի դեռևս ունի մեղադրյալի կարգավիճակ, հուսամ, որ այդ կարգավիճակն էլ շատ շուտով արդեն իսկ դասարանցիներին հուզունքս ինչ ստացածուտ են առումով, ես չեմ ասում, որ վայ, գործը կարգվեց, չգիտեմ ինչ, բայց բոլորս եք հասկանում, մեր համար 18 տարեկան երեխայի նանդության մեջ էլը ամենակարևորը։ Հիմա ազատ արդեն ընտրվել է հատանալու, և մի քանի բան, էլի, որ երեքային տպավորություն հասկանում, որ տպավորություն է, որ կազմակերպված իրենք վերագրում են կազմակերպված գործելու մեջ, ինչպես դա կարող է լինել, եթե եկեղեցում ամեն մարդ գնացել է այդ օրը, չգիտեմ, մասնակցելու պատարագի։ Ուրեմն ասեմ, այո, ընդամենը պատարագի եմ մասնակցել, հիմա մեղադրանքի բովանդակությունը չեմ ուզում, որպես ինձ վարույթից հեռացնել, անկեղծ չեմ ուզում, ամեն դեպքում մեղադրանքը այն է, ինչը որ կասկածանքը եղել է, կասկածանքի շուրջ արդեն իսկ խոսել եմ, այո, Գևորգ Գևորգյան եւ այլն, եկեղեցում որոշակի գործողություններ, դրանց մասին չեմ ուզում, որպես ինձ վարույթից հեռացնել։